Ջրազոր խորհրդային միության տարիներին որոշվել էր տեղափոխել։ Նախատեսվում էր այս տարածքում կառուցել կապսի ջրամբարը։ Այդ դեպքում գյուղի տարածքը կմնար ջրի տակ։ Ջրազորցիները նոր վայրում նոր բնակարանների կառուցման խոստումներ ստացան, որը սակայն հօդս ցնդեց 88-ի երկրաշարժից հետո։ Գործերը Շիրակի մարզպետարանում կազմվել են և ուղարկվել քաղաքաշինության նախարարություն, բայց մինչ օրս խնդրի լուծման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել։ Մարդիկ բնակարան չունենալու պատճառով տեղափոխվեցին այլ գյուղեր, կողքի գյուղերը։ Այսօր մնացել են ընդամենը 73 բնակարան, 73 բնակարանից 31 ծրագրով շահել են, 3-4 ընտանիք մեկ սենյականոցներ գումարին ստացել են, մնացածը որոշ երրորդ կարգեր արդեն դարել են 4-րդ կարգի։ Ծրագիրը գրեթե սկսվելու էր, պայմանագրերը կնքվել են Գլենդերլիս կազմակերպության հետ, մեր մարզի բոլոր գյուղական համայնքների, սակայն ծրագիրը դադարեցվեց։ Նատալիա Մանուկյանն արդեն 60 տարի ջրազորում է բնակվում։ Մինչ երկրաշարժը բնակարան ունեցել են, սակայն աղետը զրկեց նրանց տնից։ Վերջիններս հարևան Արեգնադեմ համայնքում կիսական շինություն գնեցին։ Փաստաթղթային սխալ ձևակերպումների պատճառով ընտանիքն անօթևանի կարգավիճակ չստացավ։ Արդյունքում 14 անձից բաղկացած ընտանիքն այժմ ապրում է վթարային շենքում ու հույս էլ չունի, որ երբևէ պետությունը նրանց կապահովի տնով։ Արեգնադեմ տուն ունենք, մենք սեպական ենք կարել։ Դետոր մարզպետարանի որոշման համաձայն էր բոլոր ջրազորցիների տային տուն։ Ինչի չտվեցին մենակ մեզ տվեցին, այն պատճառն որ դոկումենտի մեջ գյուղապետը պես էր լրացել այն ժամանակ, մենք չգիտեինք։ Դոմար մենք կանգնանք պես գրախի առաջ։ Մեր ընտանիքի բոլոր անդամների անունները լրացել էր ընդեղի վրա, տան վրա, մենք չգիտեինք, հետո արդեն իմացանք ինչ կկատարվի, արդեն ուշ էր։ Մարդիկ հրաժարվան այդ բնակարաններից, որ մարզպետի որոշում եղել, գործկոմի որոշում եղել, չգիտեմ այդ ճիշտ տվյալները, և կառավարությունը էլի չգնաց ուստուպքի, ինչ գսած, այդպես մնացել է թերի։ Սա խոնավ պատերը ճակճկվել է, որ չկա, պատեր թապել է սաղ։ Հետո էլ վերևն էլ է բլե։ Վախենակ կորնի սերտակնին կես կարլի դորը կշտը կրնինք։ Պատերը սաղ չերկրդել են, դարները, լուսամուդները, պոլերը պատել են արդեն, պատերի ջուրը գոված է, էլ տեղ չկա էլի։
Նրանց ընտանիքը միակը չէ, որ նման խնդրի է բախվել։ Գյուղապետը պատրաստ է հողհատկացում կատարել բնակարանաշինության համար, սակայն պատկան մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկում համայնքապետի ծրագիրը կյանքի կոչելու համար։ Ես առանձին տեղ եմ տալիս 31 բնական պետությունը սարքի բնակատակը մեծ 15 բնական 10 թողել ճանապարհի տերը սարքի։ Ես դե հատկացնեմ որ անտարապես ճանապարհին չկանգարել ոչ մի տերիտորիա մեր տերիտորիայի մեջ ես հատկացնեմ իրանք մենք գումար չունենք պատճառաբան մենք չունենք չենք գնահատում սարքի Կապսի ջրամբարը 2 փուլով է կառուցվելու մի փուլում բավականին փոքր է ծավալը ես ճիշտ գիտեմ 25 միլիոն մետր խորանարդ է հաջորդ փուլում մոտ 55-60 միլիոն մետր խորանարդ է այս երկու փուլի ավարտից հետո դեռևս գյուղը տեղափոխելու խնդիր չի լինի Բնակարանաշինությունը սակայն ձգձգվում է, բնակարանները վթարային 4-րդ կարգի են ու խիստ վտանգավոր բնակության համար։ Պատասխանատուները նշում են ամենայն հավանականությամբ հաջորդ տարի կմշակվի նոր ծրագիր Ջրաձորի բնակարանաշինության խնդիրը լուծելու համար։ Հեղինե Մանուկյան, Խան Հովհաննիսյան, այսօր։